Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Զարմանալի պարադոքս լինի, տեսնես սրանք ոնց են քայլում, տեսնես ոնց են խոսում, պաշտոնական հաղորդագրությունները դա առօրյա կյանքի մասին եմ խոսում։ Իրանք բոլորը չպետք է առօրյա կյանքը մեզ ցուցադրեն։ Սկսած խորհրդարանի այն ամենասովորական դեպուտատներից մինչև նախագահ։ Եթե դադար են ցույց տալ իրենց առօրյան, իրենց կենցաղը եւ նմանատիպ հրապարակումներով հանդես գան, դա ինչ կփոխի։ Սովորաբար վերաբերմունքը մեր իրենց նկատմամբ հարգանք կավելացնի նկատի ունենալու։ Ոչ, հարգանք բոլորովին չի ավելանա։ Իմիջիայլոց մարդ ինչքան հեզ, ինչքան համեստ, ինչքան ինքը իրան սովորական ցուցամոլություն չի ներշնչում, տվյալ մարդու աչքերի նայում ես, բնատուր ինչ որ կա, սիրահարվում ես, ուզում ես դու ինքդ այդպես բնատուր լինես, բայց շինծու բաները երևում է։ Այդ բոլորն է մի կողմ դնենք, թող հագնեն, թող ինչ անեն, որը հարիր չէ իրանց։ Իմ պահանջն է, որպես հայ, մեզ ըստ սահմանադրության կետերի, սա չպետք է մեր անկախության հռչակագրի մասին մեր հակառակորդը որևէ ռիսկ անի հանկարծ ասի, գիտես ինչ կա, սահմանադրությունը պետք է փոխես, անկախության հռչակագիրը չեղյալ համարես ու մեր պահանջների բավարարես։ Գիտես ինչ կա, պատերազմ կհայտարարեմ։ Ինչի՞ չի մեր վարչապետը բոլորին հավաքում, ես զարմացած եմ, այնպիսի խելոք մարդիկ խոսում են, հենց որ նստում եմ այսպես ուշով հետևում, ասեմ, վայ ինչքան լավ վարչապետ կլինի, այս ոնց է խոսում, այս ինչպես է խոսում, միշտ ասել եմ, պատվով որևէ պոստ գրավող մարդը այնպես պետք է խոսի, որ դու գրիչ պետք է վերցնես անպայման գեղեցիկ խոսքերը գրի առնես ու հետագայում օգտագործելու համար։ Իսկ մենք տված սովորական իրար երեսի են թքում, իրար վրա բաներ են շպրտում, ինչ լեքսիկոնով ասես իրար հետ խոսում են խորհրդարանում ու ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում, այս չգիտեմ մի երկու օր առաջ ինչ որ բանավեճ էր մի մեծ մարդու ծեծեցին, չգիտեմ ով էր, որ մարդ Արարածը պաշտոնյա մարդը իմանա, որ իրան նկարահանում են, ինքը իր բերանի ազատությունա տվել, ես 1000 անգամ ներողություն խնդրեմ, չեմ կարող իր խոսքեր ասել, բայց քանի միլիոն մարդ է քեզ լսում, ոնց հենց անմիջապես պետք է վարչապետը իրան գործից անի, ասի դու բավարար չես, նորմերից դուրս ես գալիս, պահելաձև չգիտես։ Իրանց քայլելը, իրանց շնչելը, իրանց խոսակցականը ամեն ինչը պետք է յուրովի լինի։